Այս անգամ պատրաստում ենք շատ համեղ, ախորժելի դժվժիկ։ Ես վերցրել եմ տավարի սիրտը և սպիտակ և սև թոքերը և մի փոքր միս։ Բոլորը միասին այսպես մանր կտրատում ենք։ Որից հետո լցնում ենք խորը թասի մեջ և լավ լվանում ենք հոսող ջրի տակ մի քանի անգամ։ Լավ լվանալուց հետո լցնում ենք կաթսան, ավելացնում սառը ջուր, դնում կրակին, թողնում եփվի։ Երբ արդեն երեսին փրփուր է գոյանում, հավաքում ենք այդ փրփուրը, եփում ևս 2 րոպե, որից հետո ջրքամում ենք և տաք ջրով լվում։ Որից հետո լցնում ենք կաթսան, ավելացնում տաք ջուր և դնում եփվի։ Երբ արդեն եփվել է, համեմում ենք աղով ըստ ճաշակի և ավելացնում 2-ից 3 հատ դափնու տերև և եփում ենք այնքան, մինչ լավ կեփվի։ Եփելուց հետո ջրքամում ենք։ Այնուհետև պատրաստում ենք սոխառածը, որի համար մեզ անհրաժեշտ է 2-ից 3 գլուխ սոխ, որը բաժանում ենք կիսալուսնաձև կտորների։ Այնուհետև տապակը դնում ենք կրակին, ավելացնում կտրատած սոխը և վրան դնում 2 գդալ յուղ։ Մինչ սոխը տապակվում է, այդ ընթացքում վերցնում եմ 2 հատ բուլղարական գունավոր պղպեղ և կտրատում եմ այսպիսի շերտերի, ինչպես ցուցադրում եմ հոլովակում։ Այնուհետև մանր կտրատում եմ նախօրոք կլպած լոլիկները 2-ից 3 հատ։ Մանր կտրատում եմ նաև կես կապ համեմը և դնում մի կողմ։ Մինչ բաղադրիչները կտրատում էինք, այդ ընթացքում սոխը տապակվում էր։ Տապակում ենք այնքան, մինչ ոսկեգույն դառնալը։ Այնուհետև ավելացնում ենք 1 ճաշի գդալ կարմիր պղպեղ։ Խառնում ենք և ավելացնում կես բաժակ ջուր։ Այնուհետև ավելացնում եմ 1 ճաշի գդալ տոմատի մածուկ և խառնում։ Որից հետո ավելացնում եմ նախօրոք կտրատած լոլիկը, համեմում աղով և սև պղպեղով, խառնում եմ և թողնում մի քանի րոպե եփվի։ Այնուհետև ավելացնում եմ նախօրոք կտրատած պղպեղները, համեմում աղով և կրկին խառնում։ Այսպես միասին եփում ենք ևս 2 րոպե։ Որից հետո ավելացնում ենք ջրքամած թոքը։ Խառնում ենք և ավելացնում դափնու տերև։ Միասին եփում ենք ևս 10 րոպե և ավելացնում նախօրոք կտրատած կանաչին։ Խառնում ենք, եփում ևս 1 րոպե և վերջ, պատրաստ է մատուցման։ Եթե ձեզ դուր եկավ պատրաստման իմ տարբերակը, բաժանորդագրվեք իմ ալիքին, տարածեք և լայքեք։